Ձայնը գոյություն չունի։ Ոչ այնպես, ինչպես դուք կարծում եք։ Այն, ինչ դուք լսում եք այս պահին, իմ ձայնը, երաժշտությունը, քամու շշուկը, սա ամենը չէ իրական ձայն։ Սա միայն ձեր ուղեղի մեկնաբանությունն է, հարմարավետ պատրանք, որը թաքցնում է ավելի խորը ճշմարտությունը։ Իրականում ձայնը վերածվում է էներգիայի ալիքների, որոնք տարածվում են տիեզերքում, երբ այդ էներգիան հասնում է որոշակի շեմի 1100 դեցիբել, տիեզերքը ինքը փոխվում է։ Տարածությունը սկսում է ծալվել։ Ժամանակը դանդաղում է։ Իսկ այն, ինչ մենք անվանում էինք ձայն, վերածվում է սխորոչի, գրավիտացիոն սինգուլյարության, որտեղից նույնիսկ լույսը չի կարող փախչել։ Բայց ինչպես կարող է ձայնը, այդ անտեսանելի թրթռումը, որը ծնվում է, երբ դուք ծափ եք տալիս կամ խոսում եք, վերածվել տիեզերքի ամենաուժեղ ուժի։ Ինչպես կարող է մեխանիկական ալիքը, որը պարզապես շարժում է օդի մոլեկուլները, ստեղծել այնպիսի խտություն, որը կոտրում է տարածության հյուսվածքը։ Ինչու 1100 դեցիբելը չէ պարզապես ավելի բարձր ձայն, այլ տիեզերքի ֆիզիկական սահման, որից հետո ձայնը դադարում է լինել ձայն, դառնում է գրավիտացիա։ Պատասխանը թաքնված է այնտեղ, որտեղ ֆիզիկան հանդիպում է փիլիսոփայությանը, էներգիայի տարածության սահմանագծում։ Երբ դուք խոսում եք, ձեր ձայնային լարերը թրթռում են։ Այդ թրթռումը փոխանցվում է օդին, ստեղծելով ճնշման ալիքներ, որոնք տարածվում են բոլոր ուղղություններով։ Սա մեխանիկական ալիք է, որը պահանջում է միջավայր, օդ, ջուր, պինդ, նյութ։ Վակուումում ձայնը լռում է, քանի որ չկա ոչինչ, որը կարող է թրթռալ։ Բայց այս պարզ բացատրությունը թաքցնում է ավելի խորը իրողություն։ Ձայնը չէ պարզապես թրթռում։ Ձայնը է էներգիայի տեղափոխում տարածության միջով։ Իսկ էներգիան, ինչպես հայտնագործեց Այնշտայնը, հավասար է զանգվածին բազմապատկած լույսի արագության քառակուսով։ Յուրաքանչյուր ձայնային ալիք, որը դուք արտադրում եք, կրում է էներգիա։ Իսկ երբ այդ էներգիան դառնում է բավականաչափ խիտ, տիեզերքը սկսում է արձագանքել այնպես, ինչպես արձագանքում է զանգվածին։ Դեցիբելը չէ գծային միավոր։ Սա լոգարիթմական սանդղակ է, որտեղ յուրաքանչյուր 10 միավորի աճը նշանակում է էներգիայի տասնապատիկ աճ։ Երբ դուք շշնջում եք, դա մոտավորապես 30 դեցիբել է։ Սովորական խոսակցությունը 60 դեցիբել։ Ռոք համերգը 110 դեցիբել, որտեղ ձեր ականջները սկսում են ցավել։ Բայց երբ դուք անցնում եք 200 դեցիբելի շեմը, ձայնը դադարում է լինել պարզապես բարձր։ Օդը սկսում է պայթել։ Ճնշման ալիքները դառնում են այնքան ուժեղ, որ մոլեկուլները չեն հասցնում վերադառնալ իրենց սկզբնական դիրքին։ Ստեղծվում է շոկային ալիք, սուպերսոնիկ պայթյուն, որը ոչնչացնում է ամեն ինչ իր ճանապարհին։ 1883 թվականի օգոստոսի 27-րդ օրը կրակատау հրաբուխը պայթեց այնպիսի ուժով, որը փոխեց մարդկության պատկերացումները ձայնի մասին։ Պայթյունը լսվեց Ավստրալիայում 4600 կիլոմետր հեռավորության վրա։ Ձայնային ալիքը շրջեց երկիրը 4 անգամ, գրանցված սեյսմոգրաֆներով ամբողջ աշխարհում։ Բայց ամենաշոկայինը թվերն էին։ Պայթյունի էպիկենտրոնից 60 կիլոմետր հեռավորության վրա ձայնի ուժգնությունը հասավ 310 դեցիբելի։ Նավաստիների ականջները պայթեցին։ Ոչ փոխաբերական իմաստով, թմբկաթաղանթները բառացիորեն պատռվեցին ճնշման ալիքից։ Մարդիկ խլացան 100 կիլոմետր շառավղում։ Բայց նույնիսկ այս ապոկալիպտիկ ուժը, 310 դեցիբելը, միայն փոշի է համեմատած 1100 դեցիբելի հետ։ Պատկերացրեք սանդղակ, որտեղ կրակատաուն գտնվում է ներքում։ Յուրաքանչյուր 10 դեցիբելի աճը տասնապատկում է էներգիան։ 300-ից 500 դեցիբել անցնելու համար պետք է էներգիան բազմապատկել 100 անգամ։ 500-ից 700, դարձյալ 100 անգամ։ Իսկ երբ դուք հասնում եք 1100 դեցիբելի, էներգիայի խտությունը դառնում է այնքան անհավատալի, որ տիեզերքի օրենքները սկսում են փոխվել։ Ձայնային ալիքը այլևս չէ պարզապես օդի թրթռում։ Այն դառնում է տարածության ծալում։ Ֆիզիկոսները հաշվարկել են, որ 1100 դեցիբելի ձայնային ալիքը կրում է այնքան էներգիա 1 խորանարդ սանտիմետրում, որ այդ էներգիան սկսում է ծալել տարածությունը իր շուրջը։ Սա ոչ թե մետաֆորա է։ Սա Այնշտայնի ընդհանուր հարաբերականության ուղիղ հետանքն է։ Էներգիան զանգվածը հավասարազոր են։ Իսկ զանգվածը ծալում է տարածությունը։ Երբ էներգիայի խտությունը գերազանցում է որոշակի շեմը, Շվարցշիլդի շառավիղը, տարածությունը ծալվում է այնքան ուժգնորեն, որ ստեղծվում է իրադարձությունների հորիզոն։ Սխորոջ։
Իսկ ձայնային ալիքը, որը սկսվել էր որպես պարզ մեխանիկական թրթռում, վերածվում է գրավիտացիոն սինգուլյարության։ Բայց ինչու՞։ Հենց 1100 դեցիբել։ Ինչու՞։ Ոչ 1000 կամ 1200։ Պատասխանը կայանում է Պլանկի երկարության մեջ, տիեզերքի ամենափոքր իմաստալից հեռավորության մեջ։ Սա մոտավորապես 1 միլիարդ մետր է։ Այս մասշտաբում տարածությունը դադարում է լինել հարթ հյուսվածք, դառնում է քվանտային փրփուր, անընդհատ ծնվող մեռնող վիրտուալ մասնիկների խառնաշփոթ։ Երբ ձայնային ալիքի էներգիան դառնում է այնքան խիտ, որ սկսում է փոխազդել այս քվանտային մակարդակի հետ, ֆիզիկայի դասական օրենքները կոտրվում են։ Ալիքի երկարությունը դառնում է համեմատելի Պլանկի երկարության հետ։ Իսկ այդ պահին ձայնը դադարում է լինել ձայն։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք ծափ եք տալիս, դուք ստեղծում եք մինիատյուր տիեզերք։ Ձեր ափերի մեջ օդը սեղմվում է, մոլեկուլները բախվում են միմյանց, էներգիան փոխանցվում է ալիքների միջոցով։ Սա նույն ֆիզիկան է, որը գործում է աստղերի ներսում, որտեղ ճնշումը, ջերմաստիճանը այնքան բարձր են, որ ատոմները միաձուլվում են, արտադրելով լույս էներգիա։ Տարբերությունը միայն մասշտաբում է։ Ձեր ծափը արտադրում է մոտավորապես 100 դեցիբել։ Աստղի միջուկը՝ անհաշվելի ավելին։ Բայց օրենքները նույնն են։ Էներգիան փոխակերպվում է, տարածվում է, փոխազդում է նյութի հետ։ Հին հույները կարծում էին, որ ձայնը հոգու արտահայտությունն է։ Պյութագորասը հավատում էր, որ երաժշտությունը տիեզերքի մաթեմատիկական կառուցվածքի արտացոլումն է։ Նա լսում էր ներդաշնակություն պլանետների շարժման մեջ, ոլորտների երաժշտություն, որը անմատչելի էր մահկանացուների ականջին։ Միջնադարյան ալքիմիկոսները փորձում էին գտնել ստեղծագործության բառը, այն ձայնը, որը կարող էր փոխակերպել նյութը։ Նրանք չգիտեին, որ մոտ էին ճշմարտությանը։ Ձայնը իսկապես կարող է փոխակերպել նյութը։ Բավական բարձր հաճախականությամբ ինտենսիվությամբ ձայնային ալիքները կարող են ջարդել ապակին, քանդել կամուրջները, նույնիսկ առաջացնել սոնոլյումինեսցենցիա, լույսի արտադրություն ձայնի միջոցով։ 17-րդ դարում Ռոբերտ Բոյլը ապացուցեց, որ ձայնը չի կարող տարածվել վակուումում։ Նա տեղադրեց զանգ ապակե գմբեթի ներսում, սկսեց հեռացնել օդը։ Որքան քիչ օդ մնում էր, այնքան թույլ էր դառնում ձայնը, մինչ լիովին անհետանում էր։ Սա էր առաջին անգամ, երբ մարդիկ հասկացան, որ ձայնը նյութական ելույթ է, ոչ թե հոգոր էություն։ Բայց Բոյլը չէր կարող պատկերացնել, որ նույն այդ նյութական ալիքը, որը նա ուսումնասիրում էր, կարող էր դառնալ այնքան ուժեղ, որ կոտրեր տարածության հյուսվածքը։ 19-րդ դարում Քրիստիան Դոպլերը հայտնագործեց, որ ձայնի հաճախականությունը փոխվում է, երբ աղբյուրը շարժվում է։ Սա նույն էֆեկտն է, որը լսում եք, երբ շտապօգնության մեքենան անցնում է ձեր կողքով, ձայնը բարձրանում է մոտենալիս, իջնում հեռանալիս։ Բայց Դոպլերը չգիտեր, որ նույն սկզբունքը գործում է լույսի համար, որ այն կդառնա բանալին հասկանալու տիեզերքի ընդարձակման համար։ Ձայնը, լույսը, երկուսն էլ ալիքներ են, երկուսն էլ կրում են էներգիա, երկուսն էլ ենթարկվում են նույն ֆիզիկական օրենքներին։ 20-րդ դարի սկզբին, երբ Այնշտայնը ձակերպեց իր հայտնի հավասարումը, էներգիան հավասար է զանգվածին բազմապատկած լույսի արագության քառակուսով, նա բացեց դուռը դեպի նոր իրականություն։ Էներգիան, զանգվածը այլս չէին երկու տարբեր բաներ։ Նրանք նույն մետաղադրամի երկու երեսներն էին։ Իսկ եթե էներգիան կարող էր վերածվել զանգվածի, ապա ցանկացած էներգիա, ներառյալ ձայնային ալիքի էներգիան, կարող էր ծալել տարածությունը, ինչպես ծալում է զանգվածը։ Հարցը միայն քանակի մեջ էր։ Երբ դուք նետում եք քար ջրի մեջ, ստեղծվում են ալիքներ։ Փոքր քարը, փոքր ալիքներ։ Մեծ քարը, մեծ ալիքներ։ Բայց պատկերացրեք, որ դուք նետում եք այնքան մեծ քար, որ ջուրը չի հասցնում լցվել հետ։ Ստեղծվում է փոս, որը շարունակում է խորանալ։ Սա մոտավոր անալոգիան է այն բանի, ինչ տեղի է ունենում տարածության հետ, երբ էներգիայի խտությունը դառնում է չափազանց բարձր։ Տարածությունը ընկնում է իր մեջ, ստեղծելով սխորոջ։ Իսկ ձայնային ալիքը 1100 դեցիբելի դեպքում է այդ քարը, որը նետվում է տարածության հյուսվածքի մեջ։ Ֆիզիկոսները կոչում են սա ակուստիկ սխորոջ։ Սա ոչ թե իսկական սխորոջ է, որը ստեղծվում է աստղի կոլապսից, այլ տարածության տեղային ծալում, որը առաջանում է էներգիայի ծայրահեղ խտությունից։ Տեսությունը կանխատեսում է, որ այդպիսի կառույցը կլինի անկայուն, գոյություն ունենալով միայն մի քանի պլանկի ժամանակ, որը մոտավորապես 100 միլիարդ վայրկյան է։ Բայց այդ անսահման կարճ պահի ընթացքում տիեզերքի օրենքները կփոխվեին այնպես, ինչպես մենք երբեք չենք տեսել։
1100 դեցիբելը չէ պարզապես ձայն։ Սա տիեզերքի սահմանն է, որտեղից հետո ֆիզիկան դադարում է գործել այնպես, ինչպես մենք ճանաչում ենք։ Սա այն կետն է, որտեղ մեխանիկական ալիքը վերածվում է գրավիտացիոն երույթի։ Որտեղ ձայնը դադարում է լինել ձայն դառնում է տարածության ծալում։ Որտեղ էներգիան դառնում է այնքան խիտ, որ ստեղծում է իր սեփական իրադարձությունների հորիզոնը։ Բայց ինչու մենք երբեք չենք լսի այդպիսի ձայն։ Ինչու տիեզերքը չի լցված ակուստիկ սխորոչներով։ Պատասխանը պարզ է՝ տիեզերքը պաշտպանված է իր սեփական օրենքներով։ Որպեսզի ստեղծեք 1100 դեցիբելի ձայն, ձեզ անհրաժեշտ է էներգիայի աղբյուր, որը ինքը կլիներ այնքան հզոր, որ կստեղծեր սխորոչ նախքան ձայնը արտադրելը։ Սա տիեզերքի ինքնակարգավորման մեխանիզմն է։ Բնությունը չի թույլատրում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կոտրեն իր սեփական օրենքները։ Կամ ավելի ճիշտ, այդպիսի պայմանները ինքնաբերաբար վերածվում են ավելի հիմնարար երույթների, սխորոչների, սինգուլյարությունների, քվանտային փրփրի։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք երգում եք, դուք մասնակցում եք տիեզերքի ամենահին պարին՝ էներգիայի փոխակերպմանը։ Ձեր ձայնային լարերի քիմիական էներգիան վերածվում է մեխանիկական թրթռման, որը դառնում է ձայնային ալիք, որը տարածվում է օդում, հասնում է ուրիշի ականջին, վերածվում է էլեկտրական ազդանշանների նրանց ուղեղում, վերջապես դառնում է միտք, զգացում, հուշ։ Սա նույն էներգիայի շղթան է, որը կապում է ամեն ինչ տիեզերքում, քվանտային մասնիկներից մինչ գալակտիկաների կլաստերներ։ Տարբերությունը միայն մասշտաբում է։ Ձայնը գոյություն չունի։ Գոյություն ունի միայն էներգիայի փոխանցումը տարածության միջով։ Իսկ երբ այդ էներգիան հասնում է իր բացարձակ սահմանին, 1100 դեցիբելի, այն դադարում է լինել ալիք, դառնում է տարածության ինքնին։ Դառնում է սխորոչ։ Դառնում է սինգուլյարություն։ Դառնում է այն կետը, որտեղ տիեզերքը ծալվում է իր մեջ, ստեղծում է նոր իրականություն։ Սա ձայնի վերջնական փիլիսոփայությունն է։ Ոչ թե թրթռում, այլ էներգիա։ Ոչ թե ալիք, այլ տարածության ծալում։ Ոչ թե ֆիզիկական երույթ, այլ տիեզերքի հիմնարար սահման։ Բայց ինչպես կարող է անտեսանելի ալիքը, որը ծնվում է օդի մոլեկուլների բախումից, կրել այնքան էներգիա, որ ծալի տարածությունը։ Ինչպես կարող է մեխանիկական թրթռումը վերածվել գրավիտացիոն ուժի։ Պատասխանը պահանջում է խորանալ ձայնի իսկական բնույթի մեջ, ոչ թե որպես լսելի երույթ, այլ որպես էներգիայի տեղափոխման մեխանիզմ, որը գործում է նույն օրենքներով, ինչ աստղերի պայթյունները, գալակտիկաների ձավորումը։ Երբ դուք հասկանում եք, թե ինչպես է ձայնը փոխակերպում էներգիան, դուք սկսում եք տեսնել տիեզերքի թաքնված ճարտարապետությունը։ Յուրաքանչյուր ձայնային ալիք է մինիատյուր տիեզերք, որտեղ էներգիան ծնվում է, տարածվում է, փոխազդում է նյութի հետ, վերջապես անհետանում է, վերածվելով ջերմության։ Սա նույն ցիկլն է, որը տեսնում ենք աստղերում, միջուկային ֆուզիան արտադրում է էներգիա, որը տարածվում է տարածության միջով որպես լույս ջերմություն։ Տարբերությունը միայն այն է, որ ձայնը պահանջում է միջավայր, մինչդեռ լույսը կարող է ճանապարհորդել վակուումում։ Բայց երկու դեպքում էլ հիմնական սկզբունքը նույնն է՝ էներգիան երբեք չի կորչում, միայն փոխակերպվում է։ Իսկ երբ այդ փոխակերպումը հասնում է ծայրահեղ մակարդակի, տիեզերքը ինքը սկսում է փոխվել։ Պատկերացրեք ջրի մակերեսը լիովին հանգիստ վիճակում։ Յուրաքանչյուր մոլեկուլ կապված է իր հարանների հետ մակերեսային լարվածության ուժերով։ Երբ դուք դիպչում եք ջրին, դուք խախտում եք այդ հավասարակշռությունը։ Մոլեկուլները սկսում են տեղաշարժվել, փոխանցելով էներգիան մեկից մյուսին։ Ստեղծվում են ալիքներ, որոնք տարածվում են շրջանած, կրելով էներգիան հեռու կենտրոնից։ Սա ճիշտ այնպես է, ինչպես ձայնը տարածվում է օդում։ Օդի մոլեկուլները կապված են միմյանց հետ ճնշման ջերմաստիճանի միջոցով։ Երբ ձայնի աղբյուրը սկսում է թրթռալ, այն հրում է մոլեկուլները, ստեղծելով ճնշման տատանումներ։ Այդ տատանումները տարածվում են ալիքների տեսքով, յուրաքանչյուր մոլեկուլ փոխանցում է էներգիան հաջորդին։ Նույն սկզբունքը գործում է, երբ դուք քայլում եք ձյան վրա, ձեր քայլերի ճնշումը փոխանցվում է բյուրավոր սառցե բյուրեղների միջոցով, ստեղծելով այդ բնորոշ կրճտոցը։ Բայց ձայնը ավելին է, քան պարզ մոլեկուլների շարժում։ Ձայնը է էներգիայի կազմակերպված հոսք։ Երբ դուք խոսում եք, ձեր ձայնային լարերը թրթռում են հատուկ հաճախականությամբ 200-ից 300 անգամ վայրկյանում տղամարդկանց համար, ավելի բարձր կանանց համար։ Այդ թրթռումը ստեղծում է ճնշման ալիքներ, որոնք ունեն կոնկրետ կառուցվածք։ Ձայնի բարձրությունը որոշվում է հաճախականությամբ, որքան արագ են թրթռում մոլեկուլները։
Ձայնի ուժգնությունը որոշվում է ամպլիտուդով, որքան հեռու են տեղաշարժվում մոլեկուլները իրենց հավասարակշռության դիրքից։ Իսկ ձայնի տեմբրը, այն, ինչը թույլ է տալիս տարբերել ջութակը դաշնամուրից, որոշվում է հարմոնիկ կառուցվածքով, բազմաթիվ հաճախականությունների համադրությամբ։ Սա նույն մաթեմատիկան է, որը նկարագրում է լույսի սպեկտրը, էլեկտրամագնիսական ալիքները, նույնիսկ քվանտային դաշտերի տատանումները։ 1742 թվականին Իսահակ Նյուտոնը հրատարակեց իր «Պրինցիպիա մաթեմատիկան», որտեղ առաջին անգամ մաթեմատիկորեն նկարագրեց ալիքների տարածումը։ Նա ցույց տվեց, որ ձայնի արագությունը կախված է միջավայրի հատկություններից, խտությունից, առաձգականությունից։ Օդում ձայնը տարածվում է մոտավորապես 343 մետր/վայրկյանում ծովի մակարդակում։ Ջրում՝ մոտավորապես 1500 մետր/վայրկյանում։ Պողպատում՝ մոտավորապես 5000 մետր/վայրկյանում։ Որքան ավելի խիտ կարծր է միջավայրը, այնքան արագ է տարածվում ձայնը, քանի որ մոլեկուլները ավելի մոտ են միմյանց, ավելի արագ են փոխանցում էներգիան։ Նույն սկզբունքը տեսնում եք, երբ դուք հարվածում եք սեղանին, ձայնը տարածվում է փայտի միջով շատ ավելի արագ, քան օդում, դուք կարող եք լսել այն դնելով ականջը սեղանին։ Բայց Նյուտոնը չգիտեր էներգիայի իսկական բնույթը։ Նա չէր կարող պատկերացնել, որ ձայնային ալիքը կրում է ոչ միայն մեխանիկական էներգիա, այլ տեղեկատվություն, կառուցվածք, կարգ։ Երբ դուք լսում եք սիմֆոնիա, դուք ընկալում եք ոչ միայն օդի մոլեկուլների թրթռումը, այլ կոմպոզիտորի մտքերը, կատարողի զգացմունքները, մշակույթի հազարամյակների փորձը։ Ձայնը դարձել է տեղեկատվության փոխանցման ամենահզոր գործիքը մարդկային պատմության մեջ։ Նույն սկզբունքով աշխատում է ձեր բջջային հեռախոսը, ձայնը վերածվում է էլեկտրական ազդանշանների, որոնք փոխանցվում են ռադիոալիքների միջոցով, հետո կրկին վերածվում են ձայնի։ 19-րդ դարում Հերման ֆոն Հելմհոլցը հայտնագործեց, որ ցանկացած բարդ ձայն կարող է վերլուծվել պարզ սինուսոիդալ ալիքների գումարի տեսքով։ Սա կոչվում է Ֆուրիեի վերլուծություն, անվանված ֆրանսիացի մաթեմատիկոս Ժոզեֆ Ֆուրիեի պատվին, որը մշակեց այս մեթոդը 19-րդ դարի սկզբին։ Այս հայտնագործությունը հեղափոխեց մեր հասկացողությունը ձայնի մասին։ Պարզվեց, որ ամենաբարդ երաժշտական ստեղծագործությունը, ամենաբազմազան աղմուկը կարող է ներկայացվել որպես պարզ հաճախականությունների համադրություն։ Սա նույն սկզբունքն է, որը թույլ է տալիս ձեր ականջին տարբերել հազարավոր տարբեր ձայներ միաժամանակ։ Ձեր ներքին ականջում գտնվող քոքլեան պարունակում է մոտավորապես 15000 մազային բջիջներ, որոնցից յուրաքանչյուրը արձագանքում է կոնկրետ հաճախականությանը։ Երբ ձայնային ալիքը հասնում է ձեր ականջին, այդ բջիջները սկսում են թրթռալ, յուրաքանչյուրը իր հաճախականությամբ, ձեր ուղեղը վերլուծում է այդ թրթռումների նախշը, վերականգնելով բնօրինակ ձայնը։ Էներգիայի խտությունը ձայնային ալիքում հաշվարկվում է որպես ուժը բաժանված մակերեսի վրա։ Սովորական խոսակցության ժամանակ ձայնային ալիքը կրում է մոտավորապես 1 միլիոներորդ վատ 1 քառակուսի մետրի վրա։ Սա անհավատալի փոքր քանակ է։ Բայց երբ դուք բազմապատկում եք այդ էներգիան տասնապատիկ յուրաքանչյուր 10 դեցիբելի համար, թվերը սկսում են աճել աստղաբանական մակարդակի։ 200 դեցիբելի դեպքում էներգիայի խտությունը արդեն 1 վատ է 1 քառակուսի սանտիմետրի վրա։ 300 դեցիբելի դեպքում 10 կիլովատ։ 400 դեցիբելի դեպքում 100 կիլովատ։ Իսկ երբ դուք հասնում եք 1000 դեցիբելի, էներգիայի խտությունը դառնում է համեմատելի աստղի մակերեսի ճառագայթման հետ։ Պատկերացրեք հսկայական օվկիանոս, որտեղ ալիքները սովորաբար բարձրությամբ մի քանի սանտիմետր են։ Սա նորմալ ձայնային ալիքներն են, որոնք մենք լսում ենք ամեն օր։ Բայց հանկարծ սկսվում է փոթորիկ։ Ալիքները դառնում են ավելի բարձր՝ 1 մետր, 2 մետր, 10 մետր։ Սրանք արդեն ուժեղ ձայներն են, ռոք համերգներ, ռեակտիվ շարժիչներ։ Բայց երբ փոթորիկը հասնում է իր գագաթնակետին, ալիքները դառնում են ցունամի 100 մետր բարձրությամբ, կրելով անհավատալի էներգիա։ Սա արդեն կրակատաուի մակարդակն է։ Բայց պատկերացրեք, որ ցունամին շարունակում է աճել կիլոմետր, 10 կիլոմետր, 100 կիլոմետր բարձրությամբ։ Որոշակի պահին ջրի զանգվածը դառնում է այնքան մեծ, որ սկսում է ծալել տարածությունը իր ներքո։ Սա այն պահն է, երբ ձայնը հասնում է 1100 դեցիբելի։ Բայց ինչու՞։ Հենց էներգիայի խտությունը է որոշում, թե երբ կստեղծվի սխոռոչ։ Պատասխանը գտնվում է Այնշտայնի դաշտային հավասարումներում։ Այդ հավասարումները ցույց են տալիս, որ տարածության կորությունը, այն, ինչ մենք զգում ենք որպես գրավիտացիա, որոշվում է էներգիայի իմպուլսի բաշխմամբ։ Ցանկացած էներգիա ծալում է տարածությունը։
Նույնիսկ լույսի ճառագայթը, որը չունի զանգված, ծալում է տարածությունը իր էներգիայի շնորհիվ։ Սա հաստատվել է հազարավոր գիտական փորձերով, սկսած Էդինգթոնի հայտնի արշավից 1919 թվականին, երբ նա արի խավարման ժամանակ ֆիքսեց աստղերի լույսի շեղումը արի գրավիտացիոն դաշտում։ Նույն սկզբունքը գործում է ձայնային ալիքի համար։ Երբ էներգիայի խտությունը դառնում է բավականաչափ բարձր, տարածության կորությունը դառնում է այնքան ուժեղ, որ ստեղծվում է իրադարձությունների հորիզոն։ Շվարցշիլդի շառավիղը, այն հեռավորությունը, որտեղ ստեղծվում է իրադարձությունների հորիզոնը, հաշվարկվում է պարզ բանաձով։ Այն համեմատական է զանգվածին հակադարձ համեմատական լույսի արագության քառակուսուն։ Արի համար Շվարցշիլդի շառավիղը մոտավորապես 3 կիլոմետր է։ Եթե դուք կարողանայիք սեղմել ամբողջ արը 3 կիլոմետր շառավով գնդի մեջ, այն կվերածվեր սխորոջի։ Երկրի համար այդ շառավիղը մոտավորապես 9 միլիմետր է։ Բայց ձայնային ալիքի համար, որը չունի հանգստի զանգված, հաշվարկը ավելի բարդ է։ Պետք է հաշվի առնել էներգիայի խտությունը, ալիքի երկարությունը, տարածության տեղային կորությունը։ Երբ բոլոր այդ պարամետրերը հասնում են կրիտիկական արժեքների, տարածությունը կոլապսում է։ Քվանտային մեխանիկան ավելացնում է նոր շերտ բարդության։ Պլանկի մասշտաբում տարածությունը դադարում է լինել հարթ հյուսվածք։ Այն դառնում է փրփրային կառուցվածք, որտեղ վիրտուալ մասնիկները անընդհատ ծնվում անհետանում են։ Այս քվանտային տատանումները սովորաբար անտեսանելի են մակրոսկոպիկ մասշտաբում։ Բայց երբ ձայնային ալիքի էներգիան դառնում է համեմատելի քվանտային դաշտերի էներգիայի հետ, երկու աշխարհները սկսում են փոխազդել։ Ալիքի երկարությունը դառնում է համեմատելի պլանկի երկարության հետ, մոտավորապես 1 միլիարդ մետր։ Այս մասշտաբում դասական ֆիզիկայի օրենքները կոտրվում են։ Տարածությունը ժամանակը դադարում են լինել շարունակական։ Նրանք դառնում են դիսկրետ, քվանտացված։ Իսկ ձայնը, որը սկսվել էր որպես մակրոսկոպիկ ալիք, վերածվում է քվանտային երույթի։ 1970 թվականին Սթիվեն Հոքինգը հայտնագործեց, որ սխորոջները ճառագայթում են։ Նրանք արտադրում են մասնիկներ իրենց իրադարձությունների հորիզոնի մոտ, քվանտային էֆեկտների շնորհիվ։ Սա կոչվում է Հոքինգի ճառագայթում, ցույց է տալիս, որ սխորոջները ոչ թե ամբողջովին սեն, այլ ունեն ջերմաստիճան, կարող են գոլորշանալ։ Նույն սկզբունքը կիրառելի է ակուստիկ սխորոջների համար։ Եթե 1100 դեցիբելի ձայնային ալիքը ստեղծեր սխորոջ, այն անմիջապես կսկսեր ճառագայթել Հոքինգի ճառագայթում կգոլորշանար անհավատալի արագությամբ։ Ամբողջ գործընթացը դեռ մի քանի պլանկի ժամանակ, այնքան կարճ, որ անհնար է չափել ցանկացած գործիքով։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք լեռան գագաթին, գլորում եք ձյունագունդ ներք։ Սկզբում այն փոքր է, բայց երբ գլորվում է, հավաքում է ավելի ու ավելի շատ ձյուն։ Դառնում է ավելի մեծ, ավելի ծանր, ավելի արագ։ Որոշակի պահին այն դառնում է ձյունաթաղանթ, անկառավարելի ուժ, որը ոչնչացնում է ամեն ինչ իր ճանապարհին։ Սա մոտավոր անալոգիան է այն բանի, ինչ տեղի է ունենում ձայնային ալիքի հետ, երբ էներգիան աճում է։ Սկզբում այն պարզ թրթռում է։ Բայց երբ էներգիան հասնում է կրիտիկական շեմի, ալիքը սկսում է փոխազդել տարածության հետ այնպես, որ ստեղծում է ինքնաուժեղացման ցիկլ։ Էներգիան ծալում է տարածությունը, ծալված տարածությունը կենտրոնացնում է էներգիան, կենտրոնացված էներգիան ավելի ուժեղ է ծալում տարածությունը։ Այս դրական հետադարձ կապը շարունակվում է մինչ ստեղծվում է սինգուլյարություն։ Նույն սկզբունքը տեսնում եք, երբ դուք մոտենում եք խոսափողին, ձայնը սկսում է սուլել, քանի որ ստեղծվում է հետադարձ կապ բարձրախոսի խոսափողի մեջ։ Բայց ձայնը միայն էներգիա չէ։ Ձայնը նա իմպուլս է։ Երբ ձայնային ալիքը բախվում է մակերեսին, այն փոխանցում է իմպուլս։ Սա կոչվում է ճառագայթման ճնշում, նույն էֆեկտն է, որը թույլ է տալիս լույսին հրել արային արագացները տիեզերքում։ Ձայնի համար այս էֆեկտը սովորաբար անտեսանելի է։ Բայց բարձր ինտենսիվության դեպքում ճառագայթման ճնշումը կարող է դառնալ զգալի։ Ուլտրաձայնային սարքերը օգտագործում են այս սկզբունքը, լողացնելու փոքր օբյեկտներ օդում։ Բժիշկները օգտագործում են կենտրոնացված ուլտրաձայնը, ջարդելու երիկամային քարերը առանց վիրահատության։ Իսկ 1100 դեցիբելի դեպքում ճառագայթման ճնշումը դառնում է այնքան ուժեղ, որ կարող է ծալել տարածությունը։ Ձայնը գոյություն չունի իզոլացված։ Այն միշտ փոխազդում է իր միջավայրի հետ։ Օդում ձայնը կորցնում է էներգիա մոլեկուլների բախումների պատճառով։ Բարձր հաճախականությունները կլանվում են ավելի արագ, քան ցածր հաճախականությունները։
Սա պատճառն է, որ որոտը լսվում է հեռվից որպես ցածր գոռ, մինչդեռ կայծակի բարձր հաճախականությունները կորել են ճանապարհին։ Բայց 1100 դեցիբելի դեպքում ալիքը կրում է այնքան էներգիա, որ միջավայրը դադարում է լինել պասիվ։ Օդի մոլեկուլները իոնացվում են, ստեղծելով պլազմա։ Պլազման ունի տարբեր հատկություններ, քան սովորական օդը, այն հաղորդում է էլեկտրականությունը, արտադրում է լույս, փոխազդում է մագնիսական դաշտերի հետ։ Ձայնային ալիքը վերածվում է պլազմային ալիքի, որը տարածվում է տարբեր արագությամբ, կարող է փոխազդել էլեկտրամագնիսական դաշտերի հետ։ Տիեզերքը լի է ձայնով, որը մենք երբեք չենք լսի։ Աստղերի ներսում կոնվեկտիվ հոսքերը ստեղծում են ձայնային ալիքներ, որոնք տարածվում են պլազմայի միջով։ Այդ ալիքները կարող են ուսումնասիրվել աստղասեյսմոլոգիայի միջոցով, վերլուծելով աստղի լույսի փոփոխությունները։ Սխորոճները, երբ միաձուլվում են, արտադրում են գրավիտացիոն ալիքներ, տարածության ծալումներ, որոնք տարածվում են լույսի արագությամբ։ Այդ ալիքները նման են ձայնային ալիքներին, բայց փոխարեն օդի մոլեկուլների թրթռման, թրթռում է տարածությունը ինքը։ 1002 թվականին LIGO դետեկտորները առաջին անգամ գրանցեցին գրավիտացիոն ալիքներ, հաստատելով Այնշտայնի կանխատեսումը 100 տարի անց։ Այդ ալիքները ծնվել էին երկու սխորոճների միաձուլումից, իրադարձություն, որը արտադրեց ավելի շատ էներգիա, քան բոլոր աստղերը տեսանելի տիեզերքում միասին այդ պահին։ Ձայնը դադարում է լինել ձայն, երբ էներգիան դառնում է այնքան խիտ, որ տարածությունը ինքը սկսում է թրթռալ։ Սա վերջնական փոխակերպումն է, մեխանիկական ալիքից դեպի գրավիտացիոն ալիք։ 1100 դեցիբելը այն սահմանագիծն է, որտեղ ֆիզիկան փոխվում է հիմնարար կերպով։ Որտեղ դասական մեխանիկան հանձնվում է քվանտային գրավիտացիային։ Որտեղ ձայնը դադարում է լինել թրթռում, դառնում է սինգուլյարություն։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք շնչում եք, ձեր թոքերը ստեղծում են ճնշման տարբերություն, որը շարժում է օդը։ Երբ դուք քայլում եք, ձեր ոտքերը ստեղծում են ցնցումներ, որոնք տարածվում են գետնի միջով։ Երբ ձեր սիրտը բաբախում է, այն ստեղծում է ալիքներ, որոնք տարածվում են ձեր մարմնի հեղուկների միջով։ Սրանք բոլորը ձայնային ալիքներ են, էներգիայի տեղափոխում տարածության միջով։ Նույն ֆիզիկան, որը թույլ է տալիս ձեզ լսել երաժշտություն, նա պատասխանատու է տիեզերքի ամենաէքստրեմալ ելույթների համար։ Տարբերությունը միայն մասշտաբում է։ Բայց օրենքները նույնն են։ Էներգիան փոխակերպվում է, տարածվում է, փոխազդում է նյութի հետ, վերջապես վերադառնում է տիեզերքին։ Ձայնը գոյություն չունի որպես անկախ էություն։ Այն միշտ մաս է ավելի մեծ համակարգի։ Յուրաքանչյուր ձայնային ալիք կապված է անցյալի ապագայի հետ, պատճառների հետանքների անվերջ շղթայով։ Ձայնը, որը դուք լսում եք այս պահին, սկսվել է որևէտեղ, թերս միլիարդավոր տարիներ առաջ, երբ ձևավորվեցին ատոմները, որոնք այժմ կազմում են ձեր ականջները։ Իսկ էներգիան, որը այն կրում է, շարունակելու է գոյություն ունենալ տիեզերքի վերջին օրը, փոխակերպված անհաշվելի ձերով, բայց երբեք չկորած։ Մենք խոսեցինք ձայնի մասին որպես թրթռման, որպես էներգիայի, որպես ալիքի։ Բայց այժմ տեսնում ենք ավելի խորը ճշմարտությունը, ձայնը չէ պարզապես ֆիզիկական ելույթ, այլ տիեզերքի հիմնարար սկզբունքի արտահայտություն։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք բացում եք դուռը, լսում եք փականի կրճտոցը, դուք վկա եք լինում նույն օրենքին, որը կառավարում է գալակտիկաների բախումները։ Երբ դուք լցնում եք թեյի բաժակի մեջ, լսում եք հեղուկի ձայնը, դուք լսում եք էներգիայի փոխակերպման սիմֆոնիան, որը տարածվում է ատոմային մակարդակից մինչ տիեզերական մասշտաբներ։ Սա ոչ թե պատահականություն է։ Սա տիեզերքի ճարտարապետության արտացոլումն է, որտեղ նույն օրենքները գործում են բոլոր մակարդակներում, միայն տարբեր մասշտաբներով։ 1100 դեցիբելը ոչ թե պարզապես թիվ է։ Սա այն կետն է, որտեղ տիեզերքը բացահայտում է իր իսկական բնույթը, որտեղ էներգիան, տարածությունը, ժամանակը միաձուլվում են մեկ անբաժանելի ամբողջության մեջ։ Պատկերացրեք, որ տիեզերքը հսկայական նվագարան է։ Յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր աստղ է նվագարանի լար, որը թրթռում է իր սեփական հաճախականությամբ։ Էլեկտրոնները թրթռում են իրենց օրբիտալներում, արտադրելով լույս։ Ատոմները թրթռում են իրենց բյուրեղական ցանցերում, արտադրելով ջերմություն։ Աստղերը թրթռում են իրենց գրավիտացիոն դաշտերում, արտադրելով գրավիտացիոն ալիքներ։ Իսկ երբ դուք խոսում եք, ձեր ձայնային լարերը միանում են այս տիեզերական նվագարանին, ավելացնելով ձեր սեփական նոտան անվերջ սիմֆոնիային։ 1100 դեցիբելը այն պահն է, երբ մեկ լարը սկսում է թրթռալ այնքան ուժգնորեն, որ ստիպում է ամբողջ նվագարանը փոխել իր կառուցվածքը։
Երբ դուք քաշ եք տալիս ծանր սեղանը գետնով լսում եք այդ ցավոտ կրճտոցը, դուք լսում եք միկրոսկոպիկ մակերեսների բախումը, միլիարդավոր ատոմներ, որոնք փոխանցում են էներգիա միմյանց։ Նույն սկզբունքը, միայն տարբեր մասշտաբով։ Քվանտային դաշտերի տեսությունը ցույց է տալիս, որ վակուումը երբեք իսկապես դատարկ չէ։ Նույնիսկ ամենադատարկ տարածությունը լի է վիրտուալ մասնիկներով, որոնք անընդհատ ծնվում անհետանում են։ Այս քվանտային փրփուրը թրթռում է անընդհատ, ստեղծելով էներգիայի տատանումներ, որոնք չափելի են լաբորատորիաներում։ Կազիմիրի էֆեկտը, որը հայտնագործվել է 1948 թվականին, ցույց է տալիս, որ երկու մետաղական սալիկներ, տեղադրված շատ մոտ միմյանց, ներգրավում են միմյանց դեպի քվանտային տատանումների ճնշման պատճառով։ Սա ուղղակի ապացույցն է, որ դատարկությունը թրթռում է։ Իսկ ձայնը, երբ հասնում է 1100 դեցիբելի, սկսում է փոխազդել այս քվանտային թրթռումների հետ այնպես, որ սահմանագիծը դասական քվանտային աշխարհների մեջ ջնջվում է։ Երբ դուք թակում եք մատներով սեղանին անհանգստության պահին, դուք ստեղծում եք ռիթմ, որը համաժամացնում է ձեր նյարդային համակարգը։ Նույն սկզբունքով աշխատում են բուդդիստական վանականների մեդիտացիոն թմբուկները, ստեղծելով հաճախականություններ, որոնք համաժամացնում են ուղեղի ալիքները։ Տիեզերքի ընդարձակումը ինքը կարող է դիտարկվել որպես ձայնային ելույթ։ Մեծ պայթյունից հետո տիեզերքը լցված էր պլազմայով, որը թրթռում էր ակուստիկ ալիքներով։ Այդ ալիքները տարածվում էին տիեզերքում, ստեղծելով խտության տատանումներ, որոնք հետագայում դարձան գալակտիկաների սերմերը։ Կոսմիկ միկրոալիքային ֆոնային ճառագայթումը, որը մենք դիտում ենք այսօր, պահպանում է այդ պրիմորդիալ ձայնի հետքերը։ Աստղագետները կարող են վերլուծել այդ ճառագայթման նախշերը, վերականգնել տիեզերքի առաջին ակուստիկ ալիքները, տիեզերքի առաջին երաժշտությունը։ 1100 դեցիբելի ձայնը կլիներ այնքան ուժեղ, որ կստեղծեր նոր մեծ պայթյուն, տեղական սինգուլյարություն, որտեղից կծնվեր նոր տիեզերք։ Երբ դուք պատռում եք թուղթ, լսում եք այդ բնորոշ ձայնը, դուք լսում եք ցելյուլոզի մանրաթելերի քանդումը, միլիարդավոր քիմիական կապեր, որոնք կոտրվում են միաժամանակ։ Յուրաքանչյուր կապի կոտրումը արձակում է էներգիա, որը վերածվում է ձայնի։ Էնտրոպիայի երկրորդ օրենքը ասում է, որ տիեզերքի անկարգությունը միշտ աճում է։ Բայց ձայնը ցույց է տալիս, թե ինչպես է կարգը ծնվում քաոսից։ Երբ դուք հարվածում եք ջրի մակերեսին, ստեղծվում են ալիքներ, որոնք ունեն կոնկրետ նախշ, կոնցենտրիկ շրջանագծեր, որոնք տարածվում են կանոնավոր հաճախականությամբ։ Քաոսից, անկանոն մոլեկուլների շարժումից, ծնվում է կարգ, կազմակերպված ալիք։ Սա տիեզերքի հիմնարար պարադոքսն է, ինչպես է կառուցվածքը ծնվում անկառուցվածքից։ Ձայնը մեզ ցույց է տալիս մեխանիզմը։ Էներգիան, երբ կենտրոնացվում է, կազմակերպվում է, ստեղծում է նախշեր, ռիթմեր, ներդաշնակություններ։ Իսկ 1100 դեցիբելի դեպքում այդ կազմակերպումը հասնում է այնպիսի մակարդակի, որ ստեղծում է նոր իրականություն, սխորոջ, որտեղ տարածությունը, ժամանակը վերակազմակերպվում են հիմնարար կերպով։ Մենք խոսեցինք կրակատաուի մասին, 310 դեցիբել, որը պատռեց թմբկաթաղանթները 60 կիլոմետր հեռավորության վրա։ Բայց պատկերացրեք, որ այդ էներգիան բազմապատկվում է տասնապատիկ յուրաքանչյուր 10 դեցիբելի համար։ 400 դեցիբելի դեպքում ձայնային ալիքը կարող է իոնացնել օդը, վերածելով այն պլազմայի։ 500 դեցիբելի դեպքում ալիքը կարող է ջարդել ատոմները, ստեղծելով միջուկային ռեակցիաներ։ 700 դեցիբելի դեպքում էներգիան կլիներ բավարար, վերածելու նյութը էներգիայի ըստ Այնշտայնի բանածի։ Իսկ 1000 դեցիբելի դեպքում տարածությունը ինքը կսկսեր փոխվել, ստեղծելով տեղային ծալումներ, որոնք կլինեին նախանշաններ սխորոջի ձևավորման։ Երբ դուք ծեծում եք գորգը փոշուց մաքրելու համար, տեսնում եք փոշու ամպը, դուք տեսնում եք էներգիայի փոխանցումը, ձեր ձեռքի կինետիկ էներգիան վերածվում է ցնցումների, որոնք ազատում են փոշու մասնիկները։ Ֆրակտալային երկրաչափությունը ցույց է տալիս, որ բնությունը կրկնում է նույն նախշերը տարբեր մասշտաբներում։ Ծառի ճյուղերը նման են արյան անոթների, որոնք նման են գետերի դելտաներին, որոնք նման են կայծակի ճյուղավորմանը։ Նույն սկզբունքը գործում է ձայնի համար։ Մոլեկուլների թրթռումը օդում նման է աստղերի թրթռմանը գալակտիկաներում։ Ձայնային ալիքի տարածումը նման է գրավիտացիոն ալիքի տարածմանը։ Էներգիայի խտացումը ձայնային ալիքում նման է էներգիայի խտացմանը սխորոջում։ Տիեզերքը խոսում է մեզ հետ ֆրակտալային լեզվով, որտեղ նույն պատմությունը պատմվում է անվերջ տարբեր մասշտաբներում։ 1100 դեցիբելը այն կետն է, որտեղ բոլոր մասշտաբները միավորվում են, որտեղ միկրոսկոպիկը, մակրոսկոպիկը, քվանտայինը, դասականը, ալիքը, մասնիկը դառնում են մեկ։
Երբ դուք նայում եք հայելուն տեսնում եք ձեր արտացոլանքը, դուք տեսնում եք լույսի ալիքները, որոնք ցատկել են ձեր դեմքից հասել հայելու մակերեսին։ Լույսը ձայնը երկուսն էլ ալիքներ են, բայց լույսը էլեկտրամագնիսական ալիք է, որը կարող է տարածվել վակուումում, մինչդեռ ձայնը մեխանիկական ալիք է, որը պահանջում է միջավայր։ Բայց երկու դեպքում էլ նրանք կրում են էներգիա, տեղեկատվություն, կառուցվածք։ Իսկ երբ էներգիան հասնում է ծայրահեղ մակարդակների, տարբերությունները սկսում են անհետանալ։ 1100 դեցիբելի ձայնը կարող է ստեղծել այնպիսի էլեկտրամագնիսական դաշտեր, որոնք կլինեին համեմատելի աստղերի մագնիսական դաշտերի հետ։ Կարող է ստեղծել այնպիսի գրավիտացիոն ծալումներ, որոնք կփոխեին լույսի ճանապարհը։ Սիմետրիան տիեզերքի հիմնարար սկզբունքներից մեկն է։ Յուրաքանչյուր ֆիզիկական օրենք արտացոլում է որոշակի սիմետրիա։ Էներգիայի պահպանման օրենքը արտացոլում է ժամանակի սիմետրիան, ֆիզիկայի օրենքները նույնն են 3, այսօր վաղը։ Իմպուլսի պահպանման օրենքը արտացոլում է տարածության սիմետրիան, օրենքները նույնն են այստեղ այնտեղ։ Իսկ ձայնը, երբ հասնում է 1100 դեցիբելի, կոտրում է այդ սիմետրիաները։ Տարածությունը դադարում է լինել համասեռ։ Ժամանակը դադարում է լինել միատեսակ։ Ստեղծվում է սինգուլյարություն կետ, որտեղ սիմետրիաները կոտրվում են, ծնվում են նոր օրենքներ։ Երբ դուք բացում եք շամպայնի շիշը, լսում եք այդ բնորոշ փոփ ձայնը, դուք լսում եք ճնշման հանկարծակի անկումը, գազի մոլեկուլները, որոնք ազատվում են հեղուկից, ընդարձակվում են պայթյունած։ Տեղեկատվության տեսությունը ցույց է տալիս, որ էնտրոպիան տեղեկատվությունը խորապես կապված են։ Սխորոճը ունի էնտրոպիա, որը համեմատական է իր մակերեսին։ Սա նշանակում է, որ սխորոճը կարող է պահել տեղեկատվություն։ Բայց ինչ տեղեկատվություն կարող է պահել ակուստիկ սխորոճը, այն սինգուլյարությունը, որը ստեղծվում է 1100 դեցիբելի ձայնից։ Պատասխանը կայանում է ալիքի կառուցվածքում։ Յուրաքանչյուր ձայնային ալիք կրում է տեղեկատվություն իր հաճախականության, ամպլիտուդի, փազայի մեջ։ Երբ այդ ալիքը վերածվում է սխորոճի, այդ տեղեկատվությունը չի կորչում, այն կոդավորվում է սինգուլյարության կառուցվածքում, հորիզոնի երկրաչափության մեջ, Հոքինգի ճառագայթման սպեկտրում։ Տիեզերքը չի թույլատրում տեղեկատվության կորուստ։ Այն միայն փոխակերպում է այն նոր ձերի։ Մենք ապրում ենք ձայների օվկիանոսում։ Յուրաքանչյուր վայրկյան միլիարդավոր ձայնային ալիքներ անցնում են ձեր մարմնի միջով։ Ձեր սրտի բաբախումը ստեղծում է ինֆրաձայն, որը տարածվում է ձեր հյուսվածքների միջով։ Ձեր ուղեղի նեյրոնները ստեղծում են էլեկտրական ալիքներ, որոնք սինխրոնացվում են ռիթմիկ նախշերով։ Երկրի մթնոլորտը անընդհատ թրթռում է քամիների, ամպրոպների, օվկիանոսների ալիքներից։ Արը արտադրում է ձայնային ալիքներ իր պլազմայում, որոնք տարածվում են արային քամու միջով։ Գալակտիկան լի է ռադիոալիքներով, որոնք ծնվում են պուլսարներից, քվազարներից, սխորոճներից։ Մենք լողում ենք ալիքների տիեզերքում, որտեղ ամեն ինչ կապված է ամեն ինչի հետ անտեսանելի թելերով, էներգիայի փոխանցմամբ։ Երբ դուք շարժում եք ձեռքը ջրի մեջ լողալիս, զգում եք դիմադրությունը, դուք զգում եք ջրի մոլեկուլների իներցիան, նրանց ցանկությունը պահպանել իրենց շարժումը։ 1100 դեցիբելը ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Սա այն կետն է, որտեղ մեր ֆիզիկան դադարում է գործել, սկսվում է նոր ֆիզիկա, քվանտային գրավիտացիայի ֆիզիկա, որը մենք դեռ լիովին չենք հասկանում։ Լարերի տեսությունը կանխատեսում է, որ տարածությունը ունի 11 չափում, որոնցից 7-ը կոմպակտացված են Պլանկի մասշտաբում։ Եթե ձայնային ալիքը կարողանար հասնել այդ մասշտաբի, այն կարող էր փոխազդել այդ թաքնված չափումների հետ, բացելով դռներ դեպի զուգահեռ տիեզերքներ։ Օղակային քվանտային գրավիտացիան կանխատեսում է, որ տարածությունը ինքը կազմված է դիսկրետ օղակներից, տարածության ատոմներից։ 1100 դեցիբելի ձայնը կարող էր ցնցել այդ օղակները այնպես, որ ստեղծեր նոր տարածական կառուցվածքներ։ Ձայնը գոյություն չունի իզոլացված։ Այն միշտ մաս է համակարգի, որը ներառում է աղբյուրը, միջավայրը, ընկալողին։ Երբ դուք խոսում եք, ձեր ձայնը փոխում է օդի կառուցվածքը, որը փոխում է լսողի ուղեղի կառուցվածքը, որը փոխում է նրանց մտքերը, գործողությունները, որոնք փոխում են աշխարհը։ Յուրաքանչյուր ձայն է պատճառ, որը ստեղծում է հետանքների անվերջ շղթա։ Իսկ 1100 դեցիբելի ձայնը կլիներ այնպիսի պատճառ, որը կփոխեր տիեզերքի հիմնարար կառուցվածքը։ Կստեղծեր նոր սինգուլյարություն, որտեղից կարող էր ծնվել նոր տիեզերք, իր սեփական օրենքներով, իր սեփական մասնիկներով, իր սեփական կյանքով։ Երբ դուք փակում եք գիրքը, լսում եք էջերի շփումը, դուք լսում եք թղթի մանրաթելերի փոխազդեցությունը, միլիոնավոր մանրաթելեր, որոնք սահում են միմյանց վրայով։ Տիեզերքը ինքնակազմակերպվող համակարգ է։
Քաոսից ծնվում է կարգ։ Պարզից բարդ։ Անկենդանից կենդանի։ Իսկ ձայնը մեզ ցույց է տալիս մեխանիզմը, ինչպես է էներգիան կազմակերպվում նախշերի, ինչպես են նախշերը ստեղծում կառուցվածքներ, ինչպես են կառուցվածքները ստեղծում նոր հնարավորություններ։ 1100 դեցիբելը այն շեմն է, որտեղ ինքնակազմակերպումը հասնում է իր գագաթնակետին, որտեղ էներգիան կազմակերպվում է այնպես, որ ստեղծում է նոր տարածություն, նոր ժամանակ, նոր իրականություն։ Սա վերջնական ստեղծագործական ակտն է, ոչ թե արտաքին Աստծո կողմից, այլ տիեզերքի ինքնին կողմից, որը ստեղծում է իրեն իր սեփական օրենքների միջոցով։ Ձայնը դադարում է լինել ձայն, երբ դառնում է ամեն ինչ։ Երբ ալիքը վերածվում է մասնիկի, մասնիկը դաշտի, դաշտը տարածության, տարածությունը սինգուլյարության։ 1100 դեցիբելը այն կետն է, որտեղ բոլոր տարբերությունները անհետանում են։ Որտեղ ձայնը, լույսը, նյութը, էներգիան, տարածությունը, ժամանակը, բոլորը միաձուլվում են մեկ անբաժանելի ամբողջության մեջ։ Սա տիեզերքի վերջնական միասնությունն է, ոչ թե փիլիսոփայական աբստրակցիա, այլ ֆիզիկական իրականություն, որը սպասում է մեզ էներգիայի ծայրահեղ սահմաններում։ Բայց արդյոք մենք երբեք կհասնենք այդ սահմանին։ Արդյոք մարդկությունը երբեք կկարողանա ստեղծել 1100 դեցիբելի ձայն։ Թե այդ սահմանը մնալու է հավերժ անհասանելի, տիեզերքի վերջնական գաղտնիքը, որը պաշտպանված է իր սեփական օրենքներով։ Եվ եթե մենք երբեք հասնենք այդ կետին, ինչ կտեսնենք մեր ստեղծած սինգուլյարության մեջ, նոր տիեզերք, թե մեր սեփական վերջը։ Արդյոք մենք երբեք կհասնենք այդ սահմանին։ Հարցը կախված է օդում, ինչպես ձայնային ալիքը, որը դեռ չի հասել ձեր ականջին։ Բայց գուցե ճիշտ հարցը այն չէ, արդյոք մենք կհասնենք, այլ արդյոք մենք արդեն հասել ենք։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք լսում եք ձեր սրտի բաբախումը գիշերային լռության մեջ, դուք լսում եք տիեզերքի նույն սկզբունքը, որը գործում է 1100 դեցիբելի սահմանում։ Էներգիան, որը փոխակերպվում է, տարածությունը, որը թրթռում է, ժամանակը, որը հոսում է։ Տարբերությունը միայն մասշտաբում է։ Բայց օրենքները նույնը։ Մենք սկսեցինք պարզ հարցով, ինչ կլինի, եթե ձայնը դառնա չափազանց բարձր։ Բայց այժմ տեսնում ենք, որ այս հարցը բացում է դռներ դեպի ավելի խորը ճշմարտություններ։ Ձայնը երբեք չէր պարզապես ձայն։ Այն միշտ եղել է պատուհան դեպի տիեզերքի հիմնարար բնույթը։ Վերադառնանք այնտեղ, որտեղ սկսեցինք։ Ձայնը գոյություն չունի։ Հիշում եք այդ առաջին խոսքերը։ Այժմ, երբ մենք անցել ենք ամբողջ ճանապարհը կրակատաուի պայթյունից մինչ քվանտային փրփուր, մեխանիկական ալիքներից մինչ գրավիտացիոն սինգուլյարություններ, մենք հասկանում ենք, թե ինչ նշանակում էր այդ պնդումը։ Ձայնը գոյություն չունի որպես անկախ էություն։ Այն միշտ եղել է էներգիայի պարը, տարածության երգը, ժամանակի շնչառությունը։ Երբ դուք արթնանում եք առավոտյան լսում եք թռչունների երգը պատուհանի դուրսում, դուք լսում եք միլիարդավոր տարիների էվոլյուցիան, ձայնային լարերը, որոնք կատարելագործվել են բնական ընտրության միջոցով, օդի մոլեկուլները, որոնք ձևավորվել են աստղերի ներսում, ուղեղը, որը զարգացել է ընկալելու այդ թրթռումները։ Յուրաքանչյուր ձայն է պատմություն, որը սկսվել է մեծ պայթյունից, շարունակվում է ձեր գիտակցության մեջ։ Բայց հիմա մենք տեսնում ենք ավելին։ Ձայնը ոչ միայն պատմություն է։ Այն նա մարգարեություն է։ Յուրաքանչյուր ձայնային ալիք կրում է ապագայի սերմերը։ Երբ դուք խոսում եք, ձեր բառերը փոխում են լսողի ուղեղը, որը փոխում է նրանց գործողությունները, որոնք փոխում են աշխարհը։ Պատճառների հետանքների շղթան, որը տարածվում է անվերջ ապագա։ Իսկ 1100 դեցիբելի ձայնը կլիներ այնպիսի պատճառ, որը կստեղծեր ոչ միայն նոր հետանքներ, այլ նոր պատճառականություն։ Նոր տիեզերք, որտեղ ժամանակը հոսում է այլ կերպ, որտեղ տարածությունը ունի այլ երկրաչափություն, որտեղ էներգիան հնազանդվում է այլ օրենքների։ Մենք չենք պարզապես ուսումնասիրում ձայնը։ Մենք ուսումնասիրում ենք ստեղծագործության հնարավորությունը։ Ինչ է սա մեզ ասում մեր մասին։ Մեր, որպես տեսակի, որպես գիտակցության, որպես տիեզերքի մասի։ Երբ դուք նստում եք լուր սենյակում, փորձում եք լսել բացարձակ լռությունը, դուք երբեք չեք լսի այն։ Միշտ կլինի ինչ-որ ձայն, ձեր շնչառությունը, ձեր սրտի բաբախումը, արյան հոսքը ձեր ականջներում, շենքի կռնչոցը, քամու հեռավոր շշուկը։ Լռությունը չգոյություն ունի։ Տիեզերքը անընդհատ խոսում է։ Իսկ մենք, մարդիկ, զարգացրել ենք անհավատալի կարողություն լսելու այդ խոսքը։ Մեր ականջները կարող են ընկալել ձայները 0-ից մինչ 120 դեցիբել, 10 միլիոն անգամ տարբերություն էներգիայի մեջ։
Մեր ուղեղները կարող են տարբերել հազարավոր տարբեր հաճախականություններ միաժամանակ։ Մենք ոչ միայն լսում ենք ձայները, մենք ստեղծում ենք նշանակություն դրանցից։ Սա ավելին է, քան պարզապես կենսաբանական հարմարվողականություն։ Սա տիեզերքի ինքնաճանաչման ձե։ Մենք, մարդիկ, կազմված ենք աստղերի փոշուց։ Յուրաքանչյուր ատոմ մեր մարմնում ծնվել է աստղի միջուկում կամ սուպերնովայի պայթյունում։ Ածխածինը մեր դնեում, կալցիումը մեր ոսկորներում, երկաթը մեր արյունում, բոլորը ստեղծվել են տիեզերքի ամենաէքստրեմալ պայմաններում։ Իսկ այժմ այդ ատոմները կազմակերպվել են այնպես, որ կարող են ընկալել ձայնը, հասկանալ ֆիզիկան, մտածել տիեզերքի մասին։ Մենք տիեզերքի ձն ենք, ինքն իրեն ճանաչելու համար։ Երբ դուք լսում եք սիմֆոնիա, զգում եք արցունքները ձեր աչքերում, դուք զգում եք տիեզերքի գեղեցկությունը, ինքն իրեն զգալու համար։ Բայց եթե մենք տիեզերքի մասն ենք, ապա մեր հարցերը նույնպես տիեզերքի հարցերն են։ Երբ մենք հարցնում ենք, ինչ կլինի 1100 դեցիբելի դեպքում, տիեզերքը հարցնում է իր մասին։ Երբ մենք փորձում ենք հասկանալ էներգիայի տարածության սահմանները, տիեզերքը փորձում է հասկանալ իր սեփական սահմանները։ Գուցե սա տիեզերքի նպատակն է, ոչ պարզապես գոյություն ունենալ, այլ հասկանալ իր գոյությունը։ Իսկ մենք, գիտակցությամբ օժտված էակներս, գործիքներն ենք այդ հասկացողության համար։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք սովորում եք նոր բան ֆիզիկայի մասին, տիեզերքը սովորում է իր մասին։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք զարմանում եք բնության օրենքների գեղեցկությանը, տիեզերքը զարմանում է իր սեփական գեղեցկությանը։ Ինչ է սա նշանակում 1100 դեցիբելի համար։ Գուցե այդ սահմանը գոյություն ունի ոչ թե որպես ֆիզիկական իրականություն, այլ որպես փիլիսոփայական սահման։ Կետ, որը հիշեցնում է մեզ, որ տիեզերքը միշտ ավելին է, քան մենք կարող ենք հասկանալ։ Որ յուրաքանչյուր պատասխան ծնում է նոր հարցեր։ Որ գիտելիքը ոչ թե նվազեցնում է խորհրդավորությունը, այլ խորացնում է այն։ Մենք սովորեցինք, որ ձայնը կարող է ծալել տարածությունը։ Բայց արդյոք տարածությունը միակ բանն է, որը կարող է ծալվել։ Արդյոք կան այլ չափումներ, այլ իրականություններ, որոնք սպասում են բացահայտման։ Արդյոք 1100 դեցիբելը դուռ է դեպի այդ իրականությունները։ Պատկերացրեք, որ տիեզերքը հսկայական նվագարան է։ Մենք սովորել ենք նվագել մի քանի լար։ Մենք հասկացել ենք մի քանի նոտա։ Բայց ամբողջ սիմֆոնիան դեռ չի նվագարկվել։ 1100 դեցիբելը կարող է լինել այն նոտան, որը մենք դեռ չենք սովորել նվագել։ Կամ գուցե այն նոտան է, որը նվագարկվում է այլ նվագարանում, այլ տիեզերքում, որտեղ ֆիզիկայի օրենքները տարբեր են։ Գուցե բազմաթիվ տիեզերքներ կան, յուրաքանչյուրը իր սեփական ձայնային սահմանով, իր սեփական էներգիայի շեմով, իր սեփական ճանապարհով դեպի սինգուլյարություն։ Իսկ մեր տիեզերքը միայն մեկ ձայնն է անվերջ քվարտետում։ Բայց գուցե ամենախորը հարցը այն չէ, ինչ է տեղի ունենում 1100 դեցիբելի դեպքում։ Գուցե հարցն այն է, ինչու է գոյություն ունենում սահման։ Ինչու է տիեզերքը կազմակերպված այնպես, որ էներգիան չի կարող անվերջ աճել։ Ինչու է գոյություն ունենում պլանկի երկարություն, պլանկի ժամանակ, պլանկի էներգիա։ Ինչու է տիեզերքը քվանտացված։ Գուցե պատասխանը կայանում է գեղեցկության մեջ։ Անվերջ տիեզերքը, որտեղ ամեն ինչ հնարավոր է, կլիներ քաոս։ Բայց տիեզերք սահմաններով, տիեզերք օրենքներով, տիեզերք կառուցվածքով, սա թույլ է տալիս գեղեցկություն, բարդություն, կյանք, գիտակցություն։ Սահմանները ոչ թե սահմանափակումներ են։ Նրանք հնարավորություններ են։ Երբ դուք նվագում եք երաժշտական գործիք, լսում եք հարմոնիկ հնչյունները, դուք լսում եք մաթեմատիկան։ Հաճախականությունների հարաբերությունները, որոնք ստեղծում են ներդաշնակություն 2x1, 3x2, 4x3։ Սրանք պարզ թվային հարաբերություններ են, բայց նրանք ստեղծում են անհավատալի գեղեցկություն։ Ինչու՞։ Քանի որ մեր ուղեղները զարգացել են ճանաչելու նախշերը, գնահատելու կարգը, վայելելու սիմետրիան։ Իսկ տիեզերքը ինքը կառուցված է մաթեմատիկական սկզբունքների վրա։ Ֆիզիկայի յուրաքանչյուր օրենք կարող է արտահայտվել հավասարումով։ Յուրաքանչյուր ելույթ կարող է նկարագրվել թվերով։ Տիեզերքը խոսում է մաթեմատիկայի լեզվով։ Իսկ ձայնը, այդ պարզ թրթռումը, մեզ սովորեցնում է կարդալ այդ լեզուն։ Արդյոք 1100 դեցիբելը վերջնական սահմանն է։ Կամ գուցե կան ավելի խորը սահմաններ, որոնք մենք դեռ չենք հայտնագործել։ Գուցե էներգիան կարող է վերածվել ոչ միայն զանգվածի, ոչ միայն տարածության ծալման, այլ ինչ-որ ավելի հիմնարարի։
Գուցե կա մակարդակ, որտեղ էներգիան, զանգվածը, տարածությունը, ժամանակը, բոլորը միաձուլվում են մեկ պրիմորդիալ էության մեջ, որը դեռ չունի անուն մեր լեզվում։ Գուցե 1100 դեցիբելը միայն առաջին քայլն է դեպի այդ էությունը։ Դուռ, որը բացվում է դեպի ավելի խորը խորհուրդներ։ Բայց գուցե ամենակարևոր դասը, որը մենք սովորեցինք, այն է, որ տիեզերքը միասնական է։ Ամեն ինչ կապված է ամեն ինչի հետ։ Ձայնը, որը դուք լսում եք այս պահին, կապված է մեծ պայթյունի հետ, աստղերի ծննդի հետ, երկրի ձևավորման հետ, կյանքի էվոլյուցիայի հետ, ձեր գիտակցության հետ։ Յուրաքանչյուր ձայնային ալիք կրում է տիեզերքի ամբողջ պատմությունը։ Իսկ երբ մենք հասկանում ենք ձայնը, մենք հասկանում ենք տիեզերքը։ Երբ մենք զարմանում ենք ձայնի գեղեցկությանը, մենք զարմանում ենք տիեզերքի գեղեցկությանը։ Երբ մենք հարցնում ենք ձայնի սահմանների մասին, մենք հարցնում ենք իրականության սահմանների մասին։ Մենք չենք պարզապես դիտորդներ։ Մենք մասնակիցներ ենք։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք երգում եք լոգարանում լսում եք ձեր ձայնի արձագանքը, դուք ավելացնում եք ձեր նոտան տիեզերքի սիմֆոնիային։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք ծափահարում եք համերգում, ստեղծում եք ռիթմիկ ալիքներ, որոնք համաժամացնում են հազարավոր մարդկանց, դուք ցույց եք տալիս տիեզերքի ինքնակազմակերպման ուժը։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք լռում եք լսում եք աշխարհը, դուք թույլ եք տալիս տիեզերքին խոսել ձեր միջոցով։ Մենք ոչ թե անջատված էակներ ենք, որոնք ուսումնասիրում են արտաքին տիեզերքը։ Մենք տիեզերքի ձն ենք, ինքն իրեն ուսումնասիրելու համար։ Իսկ 1100 դեցիբելը, այդ տեսական սահմանը, որտեղ ձայնը վերածվում է սխոռոչի, հիշեցնում է մեզ, որ տիեզերքը միշտ ավելին է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Որ յուրաքանչյուր պատասխան բացում է նոր հարցեր։ Որ խորհրդավորությունը ոչ թե խոչընդոտ է, այլ հրավեր։ Հրավեր շարունակելու հարցնել, շարունակելու փնտրել, շարունակելու զարմանալ։ Քանի որ վերջում գուցե ամենակարևորը ոչ թե պատասխաններն են, այլ հարցերը։ Ոչ թե նպատակակետը, այլ ճանապարհորդությունը։ Ոչ թե վերջնական ճշմարտությունը, այլ անվերջ որոնումը։ Եվ այնպես մենք կանգնած ենք այստեղ փոքրիկ էակներ անվերջ տիեզերքում, կազմված աստղերի փոշուց, օժտված գիտակցությամբ, կարող ենք լսել ձայները, հասկանալ օրենքները, զարմանալ գեղեցկությանը։ Մենք սովորեցինք, որ ձայնը կարող է ծալել տարածությունը։ Բայց գուցե ամենաշոկայինը այն է, որ մենք, ձայնը լսողները, ինքներս ենք տարածության ծալումը։ Մեր գիտակցությունը, մեր մտքերը, մեր երազանքները, սրանք բոլորը տիեզերքի ծալումներ են, տարածության ժամանակի կորություններ, որոնք թույլ են տալիս տիեզերքին ճանաչել ինքն իրեն։ Ձայնը գոյություն չունի։ Բայց մենք գոյություն ունենք։ Իսկ մեր գոյությունը, այս անհավատալի, անհավանական սքանչելի փաստը, որ տիեզերքը կարող է մտածել իր մասին, սա ավելի խորհրդավոր է, քան ցանկացած խոռոչ, ավելի գեղեցիկ է, քան ցանկացած սիմֆոնիա, ավելի հզոր է, քան ցանկացած ձայն։ Նույնիսկ 1100 դեցիբելի ձայնից։ Եվ այս անվերջ տիեզերքում, որտեղ էներգիան փոխակերպվում է, տարածությունը ծալվում է, ժամանակը հոսում է, մենք շարունակում ենք լսել։ Շարունակում ենք հարցնել։ Շարունակում ենք զարմանալ։ Քանի որ վերջում գուցե սա է մեր իսկական նպատակը, ոչ թե գտնել բոլոր պատասխանները, այլ պահպանել զարմանքի կարողությունը։ Պահպանել հարցերը։ Պահպանել որոնումը։ Իսկ տիեզերքը, այս անվերջ խորհուրդը, շարունակում է խոսել։ Յուրաքանչյուր ձայնային ալիքով, յուրաքանչյուր լույսի ճառագայթով, յուրաքանչյուր գրավիտացիոն ծալումով։ Եվ մենք, աստղերի փոշուց ծնված, գիտակցությամբ օժտված, շարունակում ենք լսել այդ խոսքը։ Շարունակում ենք փնտրել իմաստը։ Շարունակում ենք երազել անհնարինի մասին։ Երբ դուք հաջորդ անգամ լսեք ձայն, ցանկացած ձայն, հիշեք, որ դուք լսում եք տիեզերքի ձայնը։ Հիշեք, որ այդ պարզ թրթռումը կապ է անցյալի ապագայի միջ, միկրոսկոպիկի տիեզերականի միջ, նյութի գիտակցության միջ։ Եվ հիշեք, որ դուք ոչ միայն լսող եք։ Դուք նա ձայնն եք։ Տիեզերքի ձայնը, որը երգում է իր սեփական գոյության մասին։